զինված ուժերում կանանց ներգրավումը եւ նրանց համար հավասար հնարավորությունների երաշխավորումը պետք է առաջնահերթ դերակատարություն ունենա, որովհետեւ հնարավոր չէ պատկերացնել անվտանգության եւ պաշտպանության արդյունավետ համակարգ առանց հավասար ներգրավվածության, արդյունքում նաեւ առանց կանանց ներգրավման։ Նշեմ, որ այս առումով վերջին տարիների կտրվածքով բազմաթիվ են փոփոխությունները, թե օրենսդրական մակարդակում, թե գործնականում, եւ մենք իրապես տեսնում ենք այդ թվում զարգացումներ ոլորտի հետ կապված, բայց ուզում եմ հատուկ շեշտադրել, որ առկա են նաեւ տարատեսակ խնդիրներ, եւ այդ խնդիրները միանշանակ եւս անհրաժեշտ է հասցեավորել, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի արդյունավետ ձևաչափով երաշխավորել կանանց պատշաճ ներգրավվածությունը պաշտպանության եւ անվտանգության համակարգերում։ Մեր արձանագրած հիմնական խնդիրը վերաբերում է կանանց ներգրավվածության ցածր մակարդակին նշված ոլորտում եւ նաեւ կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրներին, որովհետեւ նույնիսկ երբ խոսում ենք կանանց ներգրավվածության մակարդակի ձևաչափի կարեւորության մասին, անհրաժեշտ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ մենք պարզապես չպետք է խոսենք ուղղակի քանակական առումով նրանց ներգրավման մասին, ինչը իհարկե եւս կարեւոր է, որովհետեւ Հայաստանում այս առումով խնդիրներ եղել են եւ հիմա ուրախ եմ, որ հնդածս այդ խնդիրները կարգավորման փուլում են նաեւ, բայց նաեւ շատ կարեւոր է, որպեսզի կանայք ունենան պատշաճ առաջխաղացման հնարավորություններ եւ ունենան նաեւ դերակատարություն որոշումների կայացման մակարդակում։ Այդ առումով պետք է նշեմ, որ Հայաստանում միանշանակ իրավիճակը դեռևս շարունակում է զարգացման կարիք ունենալ, որովհետեւ մենք կարելի է ասել, որ գրեթե չունենք կանայք այս ոլորտում, հատկապես զինված ուժերում, որոշումների կայացման մակարդակում ներգրավված եւ իրապես առանցքային է, որպեսզի մենք այս ուղղությամբ պատշաճ քայլեր ձեռնարկենք եւ կարողանանք ի վերջո հասնել կանանց հավասար մասնակցությանը, այդ թվում նշված ոլորտի որոշումների կայացման գործընթացներում։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ նորից վերադարձել եմ Հայաստան։ Ինչպես գիտեք, Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գրասենյակը կապում է եւ Վրաստանին, եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, համակարգելով այս երեք երկրների գործունեությունը։ Մենք շատ ուրախ ու հպարտ ենք, որ այս միջոցառումը ճիշտ ժամանակին է կազմակերպվել։ Մենք համատեղ աշխատել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանայք կազմակերպության գրասենյակի եւ ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչների հետ, որոնք տեղակայված են Երևանում։ Այս միջոցառումը մենք նվիրում ենք կանանց լիարժեք մասնակցությանը անվտանգության, խաղաղության, պաշտպանության հարցերին։ Դա է մեր կարծիքով հենց արդյունավետ պաշտպանության եւ անվտանգության երաշխիքը։ Այսօր մենք կխոսենք ինչպես Հայաստանում գործառույթների մասին, որը վերաբերում է կանանց մասնակցությանը, այնպես էլ կխոսենք միջազգային լավագույն փորձի մասին։